Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեն+-ի Postscriptum հաղորդաշարը, այսօր իմ զրուցակիցն է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը, շնորհակալություն պարոն Մարուկյան։ Ես կուզեի սկզբից ձեր կարծիքը իմանալ համայնքների խոշորացման կառավարության ծրագրերի վերաբերյալ, որոնք են դուք կարող եք կռահել կառավարության իրական նպատակները։ Գիտեք, այդ ռեֆորմը, այսպես կոչված, շատ երկար ժամանակ քննարկվում է։ Ես հիշում եմ, որ 2005-6 թվականներին, երբ որ կառավարման ակադեմիայում սովորում էի, այն ժամանակ դեռ ռեֆորմը քննարկվում էր։ Միացյալ Ազգերի կազմակերպության ծրագիր կար եւ այլն եւ այլն։ Սկզբունքը հետեւյալն է եղել։ 90-ականներին, երբ որ համայնքները բաժանվել են, ես կարող եմ մի քիչ վատ արտահայտվեմ, բայց ես որքանով որ հասկանում եմ, եղել է հետեւյալ սկզբունքը՝ բաժանիր որ տիրես, այսինքն որքան մանր, թույլ չկայացած համայնքներ, այնքան կենտրոնական իշխանությունը հեշտությամբ կարողանում է ազդել համայնքի ղեկավարների վրա։ Եվ նրանց դրա մեկ միսիա է դրված եղել այսքան ժամանակ՝ իրականացնել ընտրություններ իր բոլոր տաշախոսով, այո, բոլոր իր ամեն ինչով, եւ այս առումով ես կարծում եմ, որ ռեֆորմը ինքը ուշացած է եւ միանշանակ պետք է համայնքները խոշորացվեն։ Այլ բան է թե որ համայնքները որի հետ եւ այլն եւ այլն։ Եվ նաեւ այստեղ մեխանիզմների խնդիր կա, ես բազմաթիվ սեմինարներ եմ արել տարբեր գյուղերում համայնքներում միջև падգամավոր ընտրվելը, հիմնական փաստարկը որ գյուղերում բերում են հետեւյալն էր։ Մի թղթի համար պետքա գնանք հասնենք մարզկենտրոն, պատկերացնեք գյուղացիներն ուզում են մի թղթի համար պահել ընտրովի մարմին գյուղապետ, ավագանի, վարչական ռեսուրս, որը որ մենք հիմա համայնքներ ունենք 5-6 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ բյուջե ունի տարեկան։ Դա նշանակում է, որ նրանք ոչ կարող են ջրագիծ քաշել, ոչ աղբանության հարց լուծել, ոչ լուսավորության հարց լուծել, ոչ տեղական ինքնակառավարման ֆունկցիաներ իրականացնել, այսինքն տեղական ինքնակառավարման ամբողջ հայեցակարգը դրանով ձևախեղված է եւ որևէ բան այդտեղ տեղի չի ունենում։ Այդ մարդիկ դոտացիան ու հավաքագրված գումարները գումարում են իրար աշխատավարձ են տալիս, վարորդին բան իրանց տնեցիկին սոցիալական նպաստ բան են տալիս ու գնում են տներով։ Բնականաբար կան եւ ավելի նորմալ գյուղեր, որ ունեն նորմալ բյուջե, կարողանում են իրականացնել տեղական ինքնակառավարում ըստ էության, պետքա նայել, պետքա հասկանալ, եթե 5-6 գյուղ 20 տարի էլ գնա, 30 տարի էլ գնա, այս ձևաչափով չեն կարողանալու իրենց խնդիրները լուծել։ Ճիշտ կլինի նրանց միավորել, ամեն գյուղից չափանիշներ սահմանել ընտրվեն ավագանիներ, որ կարողանան այդ գյուղի շահերը լոբինգ անել, այսպես կոչված, եւ մի հոգի պետք է նստի այդ թղթերի համար։ Այո, եւ ամեն գյուղում լինի այդ ներկայացուցիչը իր կնիքով, հա, որ ինչ որ թղթի տեղեկանք տալ, ասենք, այսինչ ունի 6 հատկով, խնդրեմ, կնիքը դնի տա, ոչ թե մարդուն ասեն գնա մարզկենտրոն։ Այսինքն այս առումով արդարացված է ինքը։ Ինչ են մարդիկ ասում, բացի այդ թղթի պատմությունից, ասում են, որ գյուղապետը այնուամենայնիվ մեր ինչ որ սատարական գտնում մեր հայրն է, ասենք մեկի ոտքն ա ցավում, մեկի գլուխն ա ցավում, մեկի հետ բան ա պատահել, նա չի գնա որևէ տեղ ինչ որ օգնություն խնդրելու, նա կգնա գյուղապետի մոտ, գյուղապետը իր գրպանից մի քանի կոպեկ կհանի, կտա եւ այդպիսով ինչ որ այդ համայնքի կյանքը կդասավորվի։ Համաձայն եք թե չէ։ Ես համաձայն չեմ, որովհետեւ մինչ օրս համայնքային բազմաթիվ խնդիրներ չեն լուծվել։ Մի քանի սոցիալական նպաստ տալով դա դեռ չի նշանակում տեղական ինքնակառավարում։ Եթե նման բան կա, գաղափար կա, կարող են գյուղում ունենալ ինչ որ հեղինակություն, ում մոտ որ գնան, որ այդ մարդիկ աջակցեն։ Գյուղապետը ում միջոցներով է նրանց մի բանով օգնում, չգիտեմ, թաղման ժամանակ։ Պարզավոր տեղական ինքնակառավարման համայնքի բյուջեի, ռեսուրսների շրջանակներում արվում ինչ էլ արվում է։ Բայց եկեք նայենք, տեսնենք այդ գյուղերը այս 20 տարվա ընթացքում զարգացել են թե ոչ։ Որևէ բան նրանք չեն կարողացել անել եւ այս առումով, եթե այս ամբողջ բյուջեն, դոտացիաները հավաքվի միտեղ եւ ամեն տարի մի գյուղում ջրագիծ քաշվի, օրինակ, 5-6 տարի հետո 5-6 համայնքում մենք ունենք ջրագիծ, բայց այդ գումարները բաժանած ամեն տարի գնանելի այդ համայնքները մարդիկ աշխատավարձ են ստանալու ու ձեր ասած մի քանի հոգու գումար տան, բայց մեծ խնդիր այդ գյուղում կյանքի որակի փոփոխությանը միտված չի լինելու, լուծում չի լինելու, բան չի փոխվելու ու շարունակելու են մարդիկ այդ գյուղերը լքել գնալ մարզկենտրոններ կամ ընդհանրապես երկրից դուրս գալ։ Մեխանիզմի մասին ենք խոսում, հանրաքվե, որի արդյունքները պարտադիր չեն, ինչպես եք դրան վերաբերվում։ Գիտեք, ես ընդհանրապես կարող եմ մի քիչ որպես ինքս իրավապաշտպան, հա, մի քիչ բան ստացվի, բայց այս հանրաքվե անելը ես կարծում եմ անիմաստ է։ Ասեմ թե ինչու։ Հանրաքվեն է ստացնելու վերացվելու գյուղապետի կնիքի պահպանման քարոզարշավ։ Այսինքն գյուղապետերը տարածքներում, ովքեր դեմ են միավորման, դա որովհետև մտածել են, որ միավորվեց, իրենք գյուղապետ չեն լինելու։ Իսկ հիմա պապերով, ասենք, մարդկա 20 տարի գյուղապետ է։ Ժողովրդին տրամադրելու են հանրաքվեով գնալ ասել ոչ,
կառավարությունն էլ այդքանը հասկանում է, ասում է հանակվեն կան, որը դա պլեբիսցիտն է, այսինքն հարցնել կարծիք, բայց որը պարտադիր չէ, ուղղակի իգիտություն է ընդունում կառավարությունը։ Դե եթե այդ ձևով էր արվելու, դա եւս մեկ անգամ կարող է բերել ընտրական ինստիտուտների նկատմամբ մարդկանց հիասթափությունը, որովհետև նրանք չեն հասկանալու, որ դա ոչ պարտադիր հանրակրվե։ Պետք է մտածեն, որ մենք գնանք դեմ քվեարկենք, չի խոշորանա։ Գնալու են դեմ քվեարկեն, հետո կառավարությունը ամեն դեպքում խոշորացնելու է։ Պետք է ընտրական ինստիտուտի նկատմամբ եւս մեկ անգամ վստահությունը նվազի, մարդիկ ասեն, տեսակ ես հետո դեմ քվեարկեցի, պաշտոնապես արձանագրվեց, որ մենք դեմ ենք, բայց մեր գյուղը միացրեցին կողքի համայնքին։ Դրա համար ես կարծում եմ պետք չի դրա համար գումար ծախսել, բոլոր ձևաչափերով, ուսումնասիրություններով։ Ես կարծում եմ, որ դա արդարացված ռեֆորմ է, եթե ճիշտ իրականացվի, որովհետև միշտ կարելի է ամենալավ գաղափարը փչացնել եւ ապակոնել։ Եթե ճիշտ իրականացվի, լավ ուսումնասիրի, որ համայնքների հետ միացվեն եւ ամեն համայնքից ինչ ձևաչափով, ինչ ձևով ավականի ընտրվի, որ կարողանա այդ համայնքի շահերը այնտեղ պաշտպանի, հա, ռեֆորմը միանշանակ իրեն կարող է արդարացնել։ Վերցնենք հա ձեր մարզի օրինակով։ Ուրեմն Դսեղը, հա, Աթանը միանում են Թումանյան քաղաքին։ Աղբատարությունը ձեր ասած, հա, աղբի մեքենան ինչա ամեն օր գնալու է Թումանյան, Դսեղ, Աթան եւ այլն, այդ շատ թանկ է լինելու այդ դեպքում։ Եվ միևնույնն է, ասում են, միևնույնն աղբահարություն չի իրականացվի այս մեծ համայնքում։ Ամեն դեպքում այս պահին այդ համայնքներում, որքանով որ ես գիտեմ, չկա ձևավորված այդպիսի համակարգ եւ գյուղերում սա լուրջ խնդիր է, այսինքն այդ կուտակված աղբը, չգիտեմ, այրում են, եսին որտեղ են թաղում, բան, որը ըստ էության իր ճանապարհին թափում ազդեցություն ունենալու։ Ես ինչու եմ ասում ճիշտ միավորվեն։ Ես որքանով որ աշխարհագրությունը պատկերացնում եմ այդ համայնքների, Թումանյանի, որը հիմա իբր թե քաղաք է, այնտեղ քաղաքի բան չկա։ Եվ մյուս գյուղերը միացնել Թումանյան քաղաքին եւ դարձնել ինչ-որ մեկ համայնք, ես կարծում եմ սա սխալ միավորման ձև է։ Ավելի շուտ կարող են մյուս համայնքները միանալ Դսեղ համայնքին, հա, որպես կարծում եմ ամենաբարվոք զարգացած համայնք այդ տարածքում, քան որ դրանք միանան Թումանյան համայնքին։ Այսինքն, այստեղ քննարկման առարկա կարող են թե որը որին միանա։ Բայց այն որ աղբատար մեքենան մի տեղից որտեղ կգնա, ես կարող եմ այլ օրինակ բերել։ Եթե այդ 5-6 համայնքի տեղը լինի մի համայնք, բյուջեն մեկտեղ կենտրոնանա, մի տարի կարող են Աթանում ջրագիծ քաշել, երկրորդ տարի կարող են Դսեղում, չգիտեմ, լուսավորության հարց լուծել, երրորդ տարին էլ Թումանյանում ինչ-որ բան անել։ Իսկ եթե նման ձևով բաշխված գնա, ոնց որ այս համայնքներն առանձին գոյություն ունեն, այդ գյուղերում որևէ խնդիրներ, ուզում եմ 50 տարի անցնի, այդ խնդիրները չեն լուծելու, որովհետև այդ գումարներով նրանք չեն կարողանում լուծել։ Պարզ բան է։ Նաև ասում են, ինչու պետք է համայնքապետը, Թումանյանցի համայնքապետը մտածի Դսեղի մասին, ինչու պետք է դա մտածի։ Ուրեմն որևէ չափանիշ այստեղ գոյություն չունի, որ համայնքապետը պետք է լինի Թումանյանցի։ Այս պահին, որքանով որ ես տեղյակ եմ, Թումանյանում ավելի քիչ ընտրող կա, քան ասենք Դսեղ համայնքում։ Եվ որևէ մեկը չի ասել, որ համայնքի լավ թող Դսեղցին լինի, այդ դեպքում Դսեղցին չի մտածի մնացածը։ Խնդիրը հետևյալում է, եթե չափանիշների համաձայն ավականիներ ընտրվեն եւ Թումանյանից, եւ Դսեղից, եւ Աթանից, համայնքապետը ով էլ որ լինի, նա չի կարող մի թաղամաս այսպես նշված, արդեն որտեղ դա դառնում է ինչ-որ մի համայնքի մի հատված, հիմա թաղամասա, թե գյուղա մի մասն է, հա, նա չի կարող մեկը մեկից առաջնային տեղ տալ, որտեղ ավականիները իրենց որտեղից որ ընտրվել են, նրանց շահերը ներկայացնելու պահանջով կպայքարեն։ Հիմա դա նույնն է, ոնց որ ասենք խորհրդարանում ինչի պետք է կառավարությունը Վանաձորի հետ կապված ներկայացված առաջարկներն ընդունի, ասենք վարչապետը բանից է, Մղչան գյուղից է, որովհետև որոնց Վանաձորից կա ընտրված падգամավոր, եւ այդ падգամավորը պետք է պայքարի։ Նույն ձևով էլ կա, ասենք ավականին ընտրված այդ համայնքներից։ Այլ բանա որ ավականին կայացած ինստիտուտ։ Եթե ավականին կայացած է։ Կարող է մեզ մարդկանց բերեն ավականին ընտրացնեն այսպես կոչված, որ, չգիտեմ, գնան բերանները ջուրարած նստեն, ինչ պետք է անեն։ Այսինքն սրանք քննարկման առարկա են, այս ինստիտուտը պետք է կայանա։ Ասում են, որ դա մի քայլ է կոմունիստական ռայոնները վերականգնելու համար, համաձայն եք։ Գիտեք, ես կոմունիստական ժամանակներում երեխա եմ եղել, չգիտեմ այդ ռայոնները ոնց են աշխատել կամ ինչ քայլ է, բայց այն որ Հայաստանում կա 900-ից ավել համայնք, 900-ից ավել տեղական ինքնակառավարման ընտրություններ, համայնքի ղեկավար, որը 2 անգամից ավել կարող է առաջադրվել եւ ընտրվել օրենքով փոփոխություններով արդեն, որը որ մի 6 տարի առաջ է արվել, հա, դա աբսուրդ է, դա խայտարակության վերջն է։ Այդ ինչ ենք մենք մեզանից ներկայացնում, որ 900-ից ավել ընտրովի բան ենք, համայնքի ղեկավար։ Հանրապետության նախագահը, որ մի ուզենա ուղերձով հանդես գա, այս համայնքի ղեկավարներին դիմի, միտեղ հավաքի եւ դարիճ չճարենք։ Իմաստը ո՞րն է դրա։ Ո՞վ է որոշել, որ պետք է մենք ունենանք այդքան մանր թույլ, ոչ մի խնդիր իր համար չկարողացող լուծող բան համայնքներ։ Ո՞րն է սրա արդյունավետությունը 20 տարի անցել է։ Ինչա տվես այս երկրին։
Ոչ մի բան բացի վատ։ Ընտրությունների մենակ բան կեղծիքներին են մասնակցում, ուրիշ ինչ են արել։ Իսկ եթե լոռու մարզում ասենք թե լինի 3 համայնք, մարզպետարան պետք է թե չէ։ Գիտեք, մարզպետարանների հարցը ընդհանրապես առանձին քննարկման առարկա է, որովհետև մարզպետարանը դա տարածքային կառավարման մարմինն է, տվյալ տարածքում կառավարության քաղաքականությունը իրականացնող։ Եթե ինձ մնա, եթե ես մի օր ունենամ նման հնարավորություն, հա, նման ռեֆորմ իրականացնելու, միանշանակ մեծ հաշվով ես կօպտիմալացնեմ ամբողջ այդ մարզպետարանների համակարգը, փոխմարզպետների այդ ուռճացված ինստիտուտը, որը որ ժամանակին կոալիցիոն հիմքով ստեղծվեց, որ մարզպետը ունի 3-4 փոխմարզպետ, հետո կոալիցիա չեղավ, բայց փոխմարզպետները մնացին։ Բարձր աշխատավարձեր, այսինքն այս բաները վերջին փոփոխություններով այդ աշխատավարձերն էլ բարձրացվել։ Մեր կառավարությունը ծայրահեղ ուռճացված կառավարություն է։ Մեզ պետք է փոքր արդյունավետ գործող կառավարություն։ Եվ այդ մարզպետարանների հարցը դրա շրջանակներում կարող է քննարկվել։ Եթե մենք գնում ենք նրան, որ այս համայնքները միանան, ընտրություն չլինի, նշանակովի լինի, ուրեմն պետք է մարզպետին ընտրենք։ Պետք է լինի օրինակ Միացյալ Նահանգների պես գուբերնատոր ընտրենք, նա նշանակումներ կատարի այդ տարածքում։ Պետքա ինչ որ ձևի կարողանանք այս արդյունավետացնել այս համակարգը։ Սա այդ ամենը հանգում է սահմանադրական նաև փոփոխությունների, չէ՞, եթե այդպես խորը փոփոխություններ են։ Բայց վերջերս ես այսպես եմ հասկացել, որ կառավարությունը, իշխանությունը, նախագահը այդ հարցը մի տեսակ արկախ են թողել։ Կարող է այսպես լինի, կարող է այնպես լինի, ինչու է բացատրում։ Որքանով որ ես եմ հասկացել, արկախված է մնացել կիսանախագահական թե խորհրդարանական հարցը, որտեղ հանրապետության նախագահը իր ելույթում ասաց, որ ինչ որ մտահոգություններ ունի անվտանգության հետ կապված եւ այլն եւ այլն։ Ես գիտեք արդեն սկսել եմ չմեկնաբանել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որովհետեւ հնարավոր է, որ յուրաքանչյուր մեկնաբանություն այլ կերպ օգտագործվի, հա, դեմ կամ կողմ, բայց դու դա չցանկանայիր այդ ձևով ներկայացնել, որովհետեւ բաներ կան շատ հեղեղուկ են գրված, շատ ոչ հստակ, իրավական որոշակիություն չկա, եւ ես դա համար ասում եմ, կլինի տեքստ սահմանադրական նախագծի փոփոխությունների կամ նոր սահմանադրության տեքստը դնենք քննարկենք եւ որպես իրավաբան ասեմ, որտեղ խնդիր կա, որտեղ եմ քաղաքական խնդիր տեսնեմ, որտեղ եմ իրավական խնդիր տեսնեմ։ Այս պահին ես կարծում եմ մինչև տեքստ չլինի արդեն անիմաստ է, որովհետեւ սկզբունքային հարցերն արդեն քննարկված են։ Ով է կողմ խորհրդարանականին, ով է դեմ նախագահականին կամ այն մտահոգությունները, որ ներկայացում են, այսինքն ո՞րն է մտահոգությունը, իշխանությունը կվերարտադրվի։ Այսինքն իշխանությունը ինչ տարբերություն վերարտադրվի այս սահմանությամբ թե այն սահմանադրությամբ։ Մեկը այդ հարցը չի տալի, այսինքն բոլորը ընդունում են, որ իշխանությունը ամեն դեպքում կարող է հաղթել ընտրություններում։ Թե հիմա ոնց չգիտեմ, կեղծիքներով թե առանց, բայց արդեն ընդունված բան է սա, փաստ է քաղաքական դաշտում, որ իշխանությունը պետք է վերարտադրվի։ Դրա համար պետք է դեմ լինել, որ չվերարտադրվի, ուրիշ ձևի վերարտադրվի, չգիտեմ ինչ անի։ Պարզ է։ Ընդհանրապես բարեփոխումները, հա, այդ տեսեք, շրջանառության հարկ պիտի փոխվեր, այո, պիտի փոխվեր, կենսաթաշակային բարեփոխումները պիտի անցկացնեին։ Սահմանադրական փոփոխությունները, չգիտեմ, հղիների այդ բանը նպաստները եւ այլն։ Իշխանությունը մի քայլ անում է, տեսնում է դիմադրություն հաճախ պոպուլիստական եւ հետ է քաշում այդ եւ իշխանությունն էլ մի քիչ էլ ուրախանում է, ասում է լավ, թող ոչ մի բան չփոխվի։ Եվ այդպես էլ մնում է։ Համաձայն չէ։ Գիտեք, ես իմ ելույթում նշել եմ շրջանառության հարկի հետ կապված, որ կառավարությունը ունի հետեւյալ քաղաքականությունը։ Բերում է մի նախագիծ, որտեղ շատ բարձր պլանկա է նախատեսված վատ առումով։ Եվ ասում է, սա պետք է ընդունվի։ Դա ընդունվում է բողոքի արդյունքում, ամեն դեպքում ընդունվում է։ Հետո բողոքի ալիքը մեծանում է, սկսում է պլանկան ինչ նվազեցնել։ Իջեցնելով բերում է ինչ-որ մի մակարդակի ու ասում է, սա է, ֆիքսում է։ Ես ասում եմ, ժողովուրդ, իրավական կանխատեսելիության տեսանկյունից մենք չենք կարող ամենօրենք փոխել։ Մեզ մոտ ներդրողներ պետք է գան վերջի վերջո։ Այդ մարդը չգիտի, շրջանառության հարկը օրում մեջ փոխեցիք։ Մի անգամ ժամկետ հետաձգեցիք, հետո երկրորդ անգամ հետաձգեցիք, հետո բերեցիք բաները, սկզբունքը փոխեցիք, չգիտեմ, մի տոկոս ավելացրեցիք, մեկը նվազեցրեցիք։ Այսինքն հարցը sense տվել եմ Կարեն ճշմարիտ, ասում եմ, պարոն նախարար, արդյոք հնարավոր չէր այս տեսքով բերել ամենաառաջնային նախագիծը, մայր նախագիծը, երբ որ բերում էիք։ Դե ասում եմ ամեն ինչ հնարավոր էր, որ 18 թվականին էլ հնարավոր լինել Հայաստանի Հանրապետությունը իր անկախությունը կպահպաներ։ Հիմա այսինքն այս բանով, այս սկզբունքներով մենք չենք կարող առաջ շարժվել։ Նախ առաջինը, որ ուզում եմ ասել սրա հետ կապված, կառավարությունը եթե մի բանի հավատում է, որ այդ ռեֆորմը պետք է արվի, նա պետք է այդ ռեֆորմը մինչև վերջ տանի։ Ի հեճուկս բոլորի ով ուզում լինի։ Եթե դու ունես լեգիտիմություն, վստահության քվե, եկել ես քո ծրագրերն իրականացնում, դու ոչ մեկին չպետք է նայես։ Որ դու նայես տեսնես ով է քեզ քննադատում, ով է ինչ ասում, ոչ մի ռեֆորմ չես կարող անել, եւ հետո ոչ պատմության մեջ կմտնես, ոչ ինչ որ բան կարող ես փոխել ես երկրում, որը դրական ազդեցություն ունենա։ Ոչ թե բերել մի բան դնել, հետո հետ կանգնել, հետո 500 գիգա ցույցանի տանել հետ, փոխել բան։ Այս մեթոդներով մենք ոչ միտեղ չենք գնում։
Մենք մի քայլ առաջ ենք գնում 5 քայլ հետ։ Նույնը ԵՏՄ-ի անդամակցություն բան։ Այս սաղ այս ֆոնի մեջ է։ Դրա համար ես ինչ եմ ուզում ասել, որ եթե ինչ որ օրինակ հիմա այս նույնն էս համայնքների խոշորացման։ Եթե սա էլ արվեց ու ասենք 20 գյուղից եկան ցույց արեցին Երևանում, հիմա էլ այդ հետաձգվեց, փոխվեց բան, լավ ինչ ռեֆորմ եք արել, լավ ո՞նց եք ուզում պատմության մեջ մտնեք։ Ուզում եք ասեք մենք որ կառավարությունը մենք ինչ արեցինք, ինչ փոխեցիք, էլի մի հատ առանձնացող բան ասեք, որ դրանով ինչ որ բան փոխվել է, ինչ որ մարդկանց կյանքը լավացել է։ Մի հատ բան։ Ես մինչև այս պահը չեմ տեսնում։ Թվայնացումը իդեպ այսօր A1+-ի եթերազրկման ուրեմն 13 տարին է։ Թվայնացումը, հա, որը պետք է նպաստեր հեռուստաընկերությունների շատացմանը, տեխնիկապես դա պետք է նպաստեր, իրականում 10 թվականին ընդունված այդ օրենքը հեռուստատեսության եւ ռադիոյի նպաստում է հեռուստաընկերությունների քչացմանը։ Այդ պարադոքսը ինչով եք դուք բացատրում։ Տեսեք, ինչու՞մն է կայանում այնքանով որքան որ ես հասկանում եմ, որտեղ ես մասնագետ չեմ, որտեղ ինձ ասում են մուլտիպլեքսը բան, ասում եմ մի րոպե, ես չգիտեմ, մուլտիպլեքս բանից մեկ բացատրի։ Ես ներկայացրել եմ նախագիծ, որով մերժվեց։ Այո, այսօր մերժվեց կառավարությունը, որով առաջարկում եմ, որ օրենքի այն դրույթը, որը սահմանում է, որ 15 թվականի հուլիսի 1-ից մարզերում գործող հիմնականում անալոգային հեռուստահեռարձակվող ընկերությունների լիցենզիաները պետք է դադարեն։ Ես առաջարկել եմ 2 տարով հետաձգել, մինչև որ հասկանանք այս թվայնացման արդյունքում։ Իսկ ինչ ռեֆորմ եք ուզում անեք, ինչ եք ուզում անեք։ Մարդիկ հացի փող չունեն, ասում եք եկեք անջատենք բաները այդ ռուբիլնիկները այսպես կոչված։ Թող գնան, չգիտեմ, ինչ ձեռք բերեն, ինչ դեկոդեր։ Հա, դեկոդերը ձեռք բերեն հեռուստացույցին, որ հիմա էլ բանով նայեն, թվայնացում։ Կամ ասում են, գիտեք, ձեր այն հեռուստաընկերությունները, որոնք պահանջակ ունեն, նրանք կմտնեն կաբելայինների մեջ, կաբելայիններով մարդիկ կգնեն դա ու կնայեն։ Դա հեքիաթ է։ Ինչու, որովհետև այսօր, ասենք 3 օր առաջ Վանաձորում էի, խանութում մարդը մոտեցել է 200 դրամ ա տվել։ Ասում է ինձ տվեք 200 դրամի բրինձ։ Մարդիկ այս վիճակին, այս կիսասոված, կիսաքաղցած վիճակով եկել եք ասում եք թվայնացում բաները։ Մրցակցության առումով եկեք նայենք։ Այսօր այդ նախագծի պատճառով եթե չընդունվի, հուլիսի 1-ից 14 հեռուստաընկերություն դադարելու է գործել մարզերում։ Ես օրինակ մոտավորապես կարող եմ ասել Լոռու հեռուստաընկերությունը, Միք հեռուստաընկերությունը, Անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն, Լոռու մարզի կտրվածքով եմ ես ասում։ Մի 100 մարդ աշխատում է ընդհանուր վերցրած այս հեռուստաընկերություն։ Այս մարդկանց տուն եք ուղարկում, ասեք ինչ։ Եթե նրանք դեռ պահանջարկ ունեն, եթե նրանց մոտ դեռ գովազ տվող կա, եթե այնտեղ դեռ եթերի գնացող կա, եթե դեռ այդ եթերը դիտող կա, դուք ով եք որ ասեք մենք փակենք բանը, թվայնացումով կզարգանաք դուք։ Թող շուկան, մրցակցությունը այն ձևով ընթանա, որ թվային ընկերությունները, որոնք որ թվային հեռարձակում ունեն, խեղդեն նրանց շուկայական հարաբերությունների մեջ, այսպես կոչված, նրանք թող սնանկանան փակվեն։ Բայց դուք օրենքով մեկ գնա խլի այդ մարդկանց լիցենզիաները, ասել, չէ, ձեզ փակում են, որ նրանք զարգանան։ Խնդիրն այն է, երևի նաև քաղաքական է, որ լիցենզիան ընդհանրապես տրվում է ինչ որ բարդ մրցույթի արդյունքում, որի բանը անցկացումը ըստ երևույթին քաղաքական դրդապատճառներ ունի, սրանք տան, սրանք չտան, եւ այդ դեպքում թվայնացումը, որը հնարավորություն է պրինցիպի տալիս բոլորին, հա, այդ անիմաստ է դառնում։ Գիտեք, ինտերնետի զարգացման հետ կապված հնարավոր է 2-3 տարուց ընդհանրապես անիմաստ դառնա այս խոսակցությունը, անալոգային թե չգիտեմ ինչ բան։ Հիմա այն ելույթները գյուղերից բռնած մարդիկ YouTube-ով նայում են, ասենք տուն ինտերնետ են քաշել, Skype-ով իրենց արտագնա աշխատող հարազատի հետ խոսեն, մի հատ էլ YouTube-ով նայում են, տեսնեն, ասենք իրենց պատգամավորը ինչ է խոսում։ Ուզում ասեմ, այս եթերային բանը կարող է 2-3 տարուց ընդհանրապես այլ թեմա չլինի խոսելու այս առումով։ Բայց այն որ հեռուստաընկերություններին մեղադրանք էր նաև ներկայացում, որ գիտեք հեռուստաընկերություններ կա չեն մասնակցեն մրցույթին։ Հիմա բողոքում են թե ինչի եք մեր անալոգային լիցենզիա։ Նրանք էլ ասում են կներեք, բայց այդ մրցույթները ոնց էին ասում, որ մասնակցեինք։ Ի սկզբանե ակնհայտ էր պարզեր թե որ մարզում որ հեռուստաընկերությունը պետք է լինի այդ մարզի շահող բանը, մրցույթը շահող հեռուստաընկերություն։ Մենք մասնակցեինք ինչ։ Մի մարզում մի հեռուստաընկերություն։ Դա անհեթեթա ես ասում եմ, դա բազմակարծության վրա կարող է ազդել, դա ընդհանուր մրցակցության այդ եթերային բազմազանությունը խախտվում է։ Հիմա ինչ է եղել որ Լոռու մարզում աշխատում է Անկյուն գումարած 3-ը, Լոռի TV-ին, Միք TV-ին եւ բանը Տաշիր հեռուստաընկերությունը, հա, որը արդեն այս պահին թվայինն է։ Ոչ մի բան, բոլորն էլ նորմալ աշխատում են։ Հիմա ո՞ւմ է խանգարում։ Ինչի՞ փակ։ Բայց նրանք ովքեր մնալու են, այսինքն օրեն նրանք էլ են դժգոհ, որովհետև նրանցից պահանջում են մեծ ներդրումներ, որոնք կարող են նրանք։ Այո, այդտեղ արդարացի պահ կա, որովհետև նրանք էլ ասում են մեր պետական турքը ավելի մեծ է, քան անալոգայինի պետական турքը։ Այդտեղ արդեն անարդար մոտեցում է ցուցաբերվել արդեն թվայինների նկատմամբ։ Հիմա թող այդ հարցը լուծեն, նրանց գումարները նվազեցնեն կամ նրանց մի քիչ բարձրացնեն, բայց
գնալ արհեստական ճանապարհով, ասել եկեք ձեր լիցենզիաները դադարեցնենք հուլիսի 1-ից եւ դուք իրավունք չունեք այլևս գործել, դա կարծում եմ որևէ կերպ արդարացված չէ։ Դեկոդերի հարցը, այն արժի 10-12000։ Ես նոր հեռուստացույց չեմ կարողանա առնել, այդ թվայնացման խաթեր էսպես ասած, բայց դեկոդեր 10-12000 կարող եմ առնել։ Բայց Հայաստանում կա 1 միլիոն մարդ, որը ապրում է ինձնից շատ ավելի վատ։ Նրանց պետությունը ասում է, որ կբաժանի ձերի դեկոդերներ, կբաժանի։ Գիտեք, այնքան բան են ասել, որ չեն բաժանել։ Հիմա բաժանեք դեկոդերները, թող նրանք իրանց հեռուստաընկերությունների վրա տեղադրեն, հեռուստացույցների վրա տեղադրեն, օգտագործեն, մի 6 ամիս անցնի, անցումային ժամանակ, տեսնենք նորմալ աշխատում, հա։ Այդ մարդիկ չունեն այդ ձևի խնդիր, այդ բազմազանության, նոր փորձեք ինչ-որ բան անել։ Ես էլ դա եմ ասում։ Կբաժանենք, որ հա, այսինքն առայժմ ոչ մի բան չեն բաժանել։ Ոչ մի բան չեն բաժանել, այս պահին։ Հիմա ասում են, այո, ասում են այդ աղքատներին ձեր ասած։ Ինձ են ասում։ Մենք կտանք, ես էլ ասում եմ, բայ այն մարդկանց, որ դուրս ենք թողում հեռուստաընկերություն, տարիներով զարգացած ավանդույթներ, կոլեկտիվ է, չէ։ Մարդկանց գնացեք տուն գնացեք։ Ձեր կառավարությունը ձեզ տուն է ուղարկում վաղվանից։ Բայց մարդկանց ինչ պատասխան եք տալու։ Ասում են, եղած հեռուստաընկերություններում թող գնան գործ ճարեն։ Ասում մի հեռուստաընկերությունա 4 հատը փակում ենք։ Այդ մարդկանց ոնց կարող ենք տեղավորել մի փոքր հեռուստաընկերության մեջ։ Վերջի հարցը կիսաանձնական, այսպես ասած, հա։ Ես լսել եմ, այդտեղ կարդացել եմ, որ դուք ուզում եք կուսակցություն բացեք։ Այսպեսի բան կա, թե չկա։ Գիտեք, խոսքը չի գնում հենց կուսակցություն բացելու մասին, խոսքը գնում է այս պահին կոնսուլտացիաներ են ընթանում կապված եվրոպական օրակարգը քաղաքական հարթության վրա առաջ մղելու եւ ընդհանրապես այն արժեքները, որի մասին ես 3 տարի խոսում եմ եւ իմ գործընկերները, շատ գործընկերներ, այդ արժեքները առաջ մղելու համար հնարավոր է որ ստեղծվի նախաձեռնություն, որը չի բացառվում, որ հզորանալու արդյունքում, եթե կարողանա կառուցել այնքան ստրուկտուրա, չգիտեմ, հազարով մի բան գոյություն կուսակցության հետ կապված, եթե այդ ամեն ինչը ստացվի, հնարավոր է որ նաև դա լինի կուսակցություն։ Բայց մեզ մոտ կան այդպիսի կուսակցություններ, չէ՞, ազատ դեմոկրատներ, ժառանգություն։ Ես կարծում եմ, որ կուսակցությունները, որ մինչ օրս կան, նրանք մեծ հաշվով չեն կարողացել այլընտրանքը ներկայացնել այնքանով, որքանով որ պետք է ներկայացնել, սա իմ կարծիքն է։ Ես որևէ մեկին չեմ ուզում քննադատել, եւ ես կարծում եմ, որ այն կուսակցությունները, որոնք անգամ փորձել են ներկայացնել այդ այլընտրանքը, այնտեղ էլ եղել են այնպիսի մարդիկ, ովքեր ըստ էության կրել են այն նույն մշակույթը, որը որ կրում է այսօրվա գործող իշխանական եւ ընդդիմադիր դաշտը։ Ես ընդհանրապես նոր մշակույթի մասին եմ խոսում։ Այսինքն երկու բառով ինչ մշակույթ։ Խոսքը գնում է հետեւյալի մասին, որ մեր 25 տարվա անցած ճանապարհը ցույց տվեց, որ ընդդիմության կողմից մեր ժողովրդին քարոզվել է միայն ատել հակառակ թիմի բանին ներկայացուցիչներին։ Այսինքն մենք եթե լիդերներով քաղաքական ուժերի սկսենք իրար նկատմամբ ատելություն ունենալ, հա, հետո այդ ատելությունը տարածել, մեր հետևորդները սկսել են իրար ատել։ Եվ այս քֆուրի բանի, այս հայոյախառն հռետորաբանության արդյունքում որևէ խնդիր չի լուծվել։ Սա մեկ։ Երկրորդը, ընդդիմությունը դեկտեմբերի 3-ի քվեարկությամբ ցույց տվեց, որ ինքը ըստ էության այլընտրանքային տեսլական չունի, որը նաև ցույց տվեց Նարիչկինի վերջին այցը եւ չգիտեմ ինչ բան ելույթները, ընդդիմության հաջող ելույթները ուղղված Նարիչկինին։ Այսինքն այս առումով ես ուզում եմ ասել, որ նոր մշակույթի մասին նաև խոսում ենք, տարբերություն չկա այս մարդկանց միջև։ Նույն մարդիկ են։ Մոտա նկատի ունեմ նույն վարվելակերպով, բանով։ Այսինքն նրանք են հայոյում, նրանք են հայոյում։ Նրանք են նիստի ժամանակ իրենց հակադիր ելույթ ունեցողին խանգարում, նրանք են խանգարում։ Մենք եզոր ելույթ ունենք։ Նրանք են Նարիչկինին սիրում, նրանք են Նարիչկինին սիրում, նրանք։ Այսինքն այս առումով ես տարբերություն չեմ տեսնում։ Գիտեք, գալ ժողովրդին հավաքել, ներկայացնել ստատիստիկա, որ 50% աղքատություն կամ 1 միլիոն մարդ սոված է արտագաղթաբան, բայց բան չառաջարկել, ասել որ մենք գանք, այ որ մենք գանք, լավ կլինի։ Դա որևէ կերպ այլևս առաջարակ չէ եւ ես կարծում եմ պետք է լինեն այնպիսի ուժեր, հիմա մեր նախաձեռնությունը կստացվի, չի ստացվի, ես չգիտեմ, բայց պետք է լինեն այնպիսի ուժեր, որ իրական այլընտրանք ներկայացնեն, թե հռետորաբանության, թե մշակութային առումով, թե քաղաքական տեսլականի, թե երկրի ապագայի հետ կապված, թե զինված ուժերի, թե արտաքին, ոչ ամեն ինչի հետ կապված։ Ես այդ տեսլականը ներկայացնող քաղաքական ուժեր չեմ տեսնում։ Ցակուցրիվ երկու քաղաքական ուժեր կան, բայց նրանք չեն կարողացել, ես կասեի, որ ձևակերպեն։ Ինչու, որովհետև եթե կարողանային դա ձևակերպել, դեկտեմբերի 3-ին 50 հոգի չէր ցույցանի, այլ 5000, 6000, 60000։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուկյանը, մենք վաղը նորից կհանդիպենք, տեսություն։